FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Դուք գիտեք, որ կանանց միամսյակի շրջանակում առհասարակ գարնանը մենք որոշում ենք ավելի հաճախ ենք անդրադառնում բնականաբար կանանց, որովհետև հենց կանայք են, որ կարող են փոխել աշխարհը։ Գիտեք, երբ մենք այս արտահայտությունը անում ենք, տպավորություն է, որ շատ մեծ ինչ-որ ձեռնարկներ պիտի լինեն, ինչ-որ հատուկ ճակատագրով կանայք, որոնք կկարողանան այս աշխարհում ինչ-որ բան փոխել։ Իրականում այդպես չի։ Յուրաքանչյուր կին կարող է իր ներսում, իր շուրջը բացահայտել իրականում այն, ինչ գուցե հոգում եղել է։ Փոքր հաղթանակներն են, ասում են, հիմնական ու կարևոր գրավականը լուրջ ու մեծ հաղթանակների։ Առհասարակ, մենք այսօր շատ հետաքրքիր ու իսկապես տարբերվող հանդիպում ունենք, որովհետև կինը, ով կարողանում է բոլոր իրավիճակներում հասկանալ ինչպես կողմնորոշվել, վստահ քայլ անել ու երբեք չի ընկրկում, այսինքն հետ քայլանում, սա արդեն հաջողության ու հետաքրքիր տեսակի մասին է խոսում։ Իսկ եթե կինը նաև իր մասնագիտությամբ կարողանում է իրականում մյուս կանանց, շատ կանանց հնարավորություն տալ աշխարհին ուրիշ աչքերով ու ուրիշ հայացքով նայել, այստեղ արդեն ամեն ինչ ասված է, ինչպես ասում են։ Գիտեք, ուրիշ հայացքով նայել բառի փոխաբերական եւ ուղիղ իմաստով, հասկանալ, որ միշտ կարելի է մասնագիտություն փոխել, աշխատանք ու իրավիճակը, ինչպես ասում են, փոխել եւ սրա հետ միասին մի քանի ճշգրիտ շտկում եւ դու աշխարհին նայում ես այն հայացքով, որով ուզում ես։ Այսպիսի մասնագետներ, որպես մասնագիտություն անվանում է, իհարկե դուք կարող եք շատ հաճախ լսած լինեք, բայց եթե տեսնեք արդեն արված աշխատանքները, դուք կհասկանաք, որ իրականում շատ նուրբ, հետաքրքիր ձեռագիր, շատ հետաքրքիր կանացի էներգիա ու ճաշակ ունեցող պրոֆեսիոնալի հետ ենք այսօր զրուցելու։ Այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elrum-ում սիրով ողջունել լեշմեյքեր Սյուզաննա Մինասյանին։ Սյուզաննա, ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Շատ ուրախ եմ հրավերի համար, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Սյուզան, երբ ասում են, որ կանանց այդպես միամսյակ ենք ասում մենք, բայց իրականում գարնան բոլոր օրերը երևի կանանց համար ինչ-որ առանձնահատուկ նշանակություն ունեն։ Իդեպ դուք շատ գեղեցիկ ժպիտ ունեք եւ կարծում եմ, որ կնոջը բնորոշող ամենակարևոր այս առավելությունը արդեն իսկ առանց բառերի տեսանելի է։ Շնորհակալ եմ շատ։ Ասում են, որ մեր կյանքի ընթացքում տարբեր իրավիճակներ են լինում, նաև մասնագիտություն ընտրելու։ Մեզ մոտ գիտեք, որ մենք դպրոցը ավարտելու այս ժամանակահատվածում ենք ընտրում։ Ես չգիտեմ, դուք ձեր կամքով եք ընտրել, թե այդպես ընդունված է եղել, մանկավարժի, հոգեբանի այս մասնագիտությունը, այս ուղղությունը։ Ճիշտն ասած, հոգեբանություն շատ եմ սիրել։ Ահա ու շատ կուզեի ավարտելուց հետո աշխատել, ցավոք սրտի չեմ աշխատել որպես հոգեբան, բայց շատ եմ սիրել ու շատ ուրախ եմ եղել, որ սովորել եմ այդ մասնագիտությունը, քանի որ այդ մասնագիտությունը եւս օգնում է ինձ այսօր հաճախորդների հետ շփման գործում։ Սյուզաննա, եթե սկզբից գանք, դուք Երևանում եք ծնվել, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, մանկավարժություն եւ հոգեբանություն ֆակուլտետն եք ավարտել, ձեր նեղ մասնագիտությամբ չեք աշխատել, բայց ելի աշխատել եք Քանաքերզայթուն վարչական շրջանի թաղապետարանում, ըստ էության մարդկանց հետ աշխատելու առիթ ունեցել եք, այստեղ սա կարևոր է։ Այո։ 4 տարի առաջ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ ձեր եղբոր մոտ, իսկ դրանից առաջ եք որոշել այս մասնագիտությունը լեշմեյքերի ձեռք բերել։ Երբ որ արդեն պետք է տեղափոխվեի, նպատակ ունեինք տեղափոխվելու, ես մտածում էի ինչ կարող եմ սովորել, որպեսզի կարողանամ երեխաներիս հետ համատեղ կարողանամ աշխատել։ Քանի որ շատ եմ սիրել
եւ վարսավիրություն եւ մատնահարդարում, բայց չգիտեմ ինչու սովորեցի լայշմեյքերի մասնագիտությունը, շատ եմ սիրում ու շատ գոհ եմ։ Ասում եմ, որ լայշմեյքերի մասնագիտությունը մի քիչ առանձնահատկություն ունի, պիտի կինը լինի շատ համբերատար, հա, ու մի քայլ առաջ տեսնի, որովհետեւ ըստ էության այդ պահին պարզ չի լինում, չէ՞, ամբողջական այդ արդյունքը գուցե ձեզ համար պարզ է, բայց մի քայլ առաջ տեսնող ու համբերատար, սա բնավորության գծեր են, որոնք դուք ունեցել եք միշտ։ Ճիշտ է, համբերատար եմ։ Համբերատար եմ բնավորությամբ ու մեծ համբերատարությամբ ու մեծ սիրով մանր աշխատանք է, որը իրոք մանր ամեն հատիկ թարթիշների հետ աշխատանք է, որը մեծ համբերատարություն է պահանջում, բայց ես մեծ սիրով ու համբերատարությամբ անում եմ դա։ Ահա, մենք հիմա մի քիչ մանրամասներին կանդրադառնանք քիչ ավելի ուշ, մինչ այդ նշեց Սյուզաննա Մինասյանը, որ երեխաների հետ կարողանամ աշխատել 19 տարեկան աղջկա մայր է Սյուզաննա Մինասյանը, ես ասում եմ իր ներկայությամբ, որպեսզի ինձ հավատան ուղղակի, եւ 9 տարեկան հրաշք տղա ունեք, Աստված պահի Սյուզի, բայց որն է գաղտնիքը այսպես շատ երիտասարդ ու այսքան, չգիտեմ, հաճելի եւ արտաքինի եւ բնավորության, հա։ Այ երևի համբերատարություն է։ Ես ասում եմ, որ այս մի ամսյակի ընթացքում բացահայտումներ են լինելու։ Մենք ամեն ինչ լսել ենք, բայց մենք չենք լսել, որ համբերատարությունը կնոջը երիտասարդ է պահում։ Այո, երբ որ համբերատար ես լինում ու երբ որ մտածում ես քո ապագայի լավ պլանների մասին, համբերատարորեն հասնում ես ամեն ինչի ու պահպանվում ես երևի։ Հա։ Լավ, սիրում եք դրական մտածել, Սյուզի։ Դրական մարդ։ Փորձում եմ ամեն ինչի մեջ, ամեն դժվարության մեջ տեսնել դրականը։ Տեղափոխվելուց հետո նահանգներ սկսել եք աշխատել, ընդամենը 2 ամիս անց արդեն։ Այո։ 2 ամիս անց սկսեցի աշխատել։ Ձեզ հեշտ վստահեցին, Սյուզի, սա էլ է կարևոր մի բան։ Սկզբնականում ճիշտն ասած շատ դժվար է, որովհետև եւ մասնագետներն են շատ։ Ահա։ Բայց կարողացա, այո, վստահություն ձեռք բերել, յուրաքանչյուր, երբ որ գալիս է հաճախորդը ու վստահում իր աչքերը, ու երկրորդ անգամ, եթե գալիս է արդեն գոհ է լինում իր առաջի այցից, ուրեմն արդեն հաղթանակը գրանցված է։ Այո։ Նաև մի շատ կարևոր առանձնահատկություն եմ ուզում նշել, որ Սյուզաննա Մինասյանի տեխնիկան, մեթոդը մի քիչ տարբերվում է։ Սյուզան, ձեր թույլտվությամբ ուզում եմ, այսինքն այստեղ եք դուք սովորել, բայց ես գիտեմ, որ հետո վերապատրաստվել եք, հիմա էլ եք վերապատրաստվում, բայց նաև մի քիչ ուրիշ տեխնիկա, դուք նշեցիք, որ ռուս ազգությամբ մասնագետների մոտ այնտեղ իրենց մեթոդները մի քիչ ավելի ուրիշ են, հաշվի առնելով նաև մազի որակը, ավելի նուրբ է։ Այո, ես վերապատրաստվում եմ առ այսօր, արդեն 3 տարի է, ինչ համ աշխատում եմ, համ համատեղ վերապատրաստվում եմ, որովհետև նորանոր տեխնիկաները այնքան արագ է զարգանում, այնքան նորանոր տեխնիկաներ են ի հայտ գալիս, որ փորձում եմ ետ չմնալ։ Նորանոր տեխնիկաներից դա LED լամպն է այսօր, որ ես աշխատում եմ, որը որ հակաալերգիկ կլե ենք օգտագործում, սոսինձ ենք օգտագործում, ունեի հաճախորդներ, որոնք ունեն ալերգիա, այսինքն լինում էր կարմրածություն, նույնիսկ այտոց, քանի որ ինքը սովորական կլեյը ինքը ունի ալերգիկ նշաններ կարող է առաջացնել։ Բայց այս մեթոդին անցնելուց արդեն մոտավորապես 90%-ից ավելի հաճախորդների մոտ ոչինչ այդպես արտահայտիչ ալերգիկ ռեակցիաներ չի նկատվում ու ինքը պահպանվում է բավականին երկար 5-ից 6 եւ ավելի շաբաթ։
Իսկ սա փաստորեն նոր մեթոդ է, անընդհատ դուք այս տարիների ընթացքում անընդհատ նոր մեթոդներ, տեխնիկաներ, թե ձեր ունեցածն եք ավելացրել, որովհետև երբ նայում ենք այ մի քանի այս նկարները նաև մեր հետևորդները կարող են տեսնել, շատ տարբեր են, հա, տպավորություն է, որ տարբեր ձևով արված, այսինքն դեմքի հետ շատ համահունչ, բայց ձեռագիրը կարծես շատ է տարբեր, Սյուզաննա։ Վերապատրաստումները ինձ այո տվեցին այն, որ ես չեմ կարող նույն լիցքը կատարել մյուս հաճախորդին։ Յուրաքանչյուր հաճախորդին կատարվում է անհատական մոտեցում աչքի ձևից, հայացքից, աչքի մոտիկ եւ հեռու նույնիսկ խորություն կամ ավելի արտահայտիչ կլոր աչքերին ամբողջությամբ տարբեր լիցք է կատարվում։ Դուք եք առաջարկում, թե նաև արդեն մարդիկ, հա, ովքեր գալիս են ձեզ դիմողները, հաճախորդները իրենք, որովհետև մենք ունենք, չէ, արդեն հստակ պատկերացնելով ինչ պետք է լինի, գալիս են։ Ճիշտն ասած, ամենաառաջին հարցը, թե ցանկանում եմ առաջին հերթին լսել հաճախորդին ինչ կցանկանա։ Իր ցանկությունը հայտնելուց հետո ես կարող եմ առաջարկել, եթե իր ցանկությունը ես գտնում եմ, որ այո, իրոք հաստատ իր աչքերին շատ սիրուն կլինի, կկատարեմ։ Եթե զգամ, որ չէ, կարելի է փոփոխել ինչ-որ բաներ, որպեսզի ավելի արտահայտիչ լինի, ավելի ընդգծվի հայացքը, արդեն ես փորձում եմ առաջարկել իմ տարբերակը։ Եթե կհամաձայնեն, կատարում եմ իմը, եթե չէ, փորձում եմ երկուսը մեկում համատեղել, համ փորձում եմ իրանց ցանկությունը արդարացնել, համ իմ պահանջները։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, այստեղ մի շատ կարևոր առանձնահատկություն, բացի նոր մեթոդներից, բացի տեխնիկայից, նաև ոճը, հա, գիտեք, լինում են, երբ թարթիչները ասում են, որ շատ կարևոր են, իհարկե կնոջ հայացքն են ընդգծում, լինում են դեպքեր, երբ այդ հայացքի մեջ ընդգծվում է հոգնածությունը, ինչ-որ մտահոգությունները եւ այլն, լինում են դեպքեր, երբ այդ հայացքի մեջ կնոջ մեջ եղած այդ հետաքրքիր առեղծված հա, այն խորհրդավորությունը, որ յուրաքանչյուր կին իր ամբողջ կյանքի ընթացքում պիտի պահի, այս սա է ընդգծում։ Դուք ընթացքում էլ 1-2 այսպես օրինակներ տեսնում եք, դուք հասկանում եք, որ ճշգրիտ մասնագետը կարողանում է ընդգծել ձեր հայացքի միջոցով ասել ձեր շրջապատին այն, ինչ դուք եք ուզում։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Սյուզաննա, պիտի խնդրեմ մի քիչ ուղղություններին, հա, հիմա որ տարբերակներն են ավելի ընդունված, որտեղ մարդ կա, որ ուզում է, հասկանում է, որ ինչ-որ խնդիր կա, ուզում է հայացքն ավելի ընդգծի, բայց ինչ է անհրաժեշտ չգիտի։ Ճիշտն ասած, այժմ շատ ավելի նախընտրում են բնական լիցքը։ Ահա։ Բնական, երբ որ դու կարողանում ես արհեստական թարթիչներով փոխել հայացքը, բայց ինքը շատ արտահայտիչ չի, շատ խիտ լիցք արված չի, ծանրացած չի հայացքը, բայց միևնույն ժամանակ փոխված է։ Շատ շատերը ձեր նաև այցելուներից նշում են, որ եթե Սյուզաննայի մոտ ճիշտ ժամանակին գնում ես եւ թողնում իր հայեցողությանը, բլեֆարոպլաստիկայի կարիքն էլ չի լինում։ Այո։ Այո, ճիշտ ընտրությունը, երկարությունը, թարթիչների հաստությունը, երկարությունը, տիկնիկի լիցքեր կան, աղվեսի լիցք կա, բոլոր այդ լիցքերը, երբ որ դու տիրապետում ես, թե ինչպես կառուցել, դու կարողանում ես քողարկել ինչ-որ թերություններ աչքի հետ կապված թերություններ կարողանում ես քողարկել։ Այո, ես ունեմ շատ տարիքով ավելի մեծ հաճախորդներ, որոնք իրոք լիցքից հետո ասում են ոնց որ մեր հայացքը ամբողջությամբ
փոխված լինի, ոնց որ վիրահատված լինի։ Այո, որովհետև նկատելի է, բացվում է հայացքը, բայց շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ այդ թարթիչները հակառակը, չէ, ծանրության զգացողություն են տալիս, Սյուզան։ Այո, լինում են, կան հաճախորդներ, որ սիրում են խիտ թարթիչներ, մեգա վոլյում։ Սյուզան, իսկ լինում է, որ գալիս են ու ձեզ ուզում են իմանալ ինչն է հիմա ավելի թրենդային եւ իրենց դեմքին ինչը կսազի, այսինքն թողնում են ձեր հայեցողությանը։ Այո, շատ է լինում։ Իմ վերջի վերապատրաստումից հետո ես նոր տեխնոլոգիաներ էի սովորել, նոր միջոցներ եւ իմ հաճախորդներին, երբ որ առաջարկում էի, ասում էի ցանկանաք նոր թրենդային լիցք կատարենք, իրանք չեն էլ հարցրել անգամ ինչ լիցք, որովհետեւ վստահել են ու գող գնացել են։ Իսկ այդ նյութերի մասին, հա, ինչ նյութերով եք, ինչպես եք ընտրում։ Ես օգտագործում եմ ռուսական արտադրության նյութեր ու նախընտրում եմ թարթիչները բարակ թարթիչներով աշխատել, քանի որ որպեսզի չվնասեմ բնական թարթիչները։ Եթե օգտագործվում է հաստ թարթիչներ ու մանավանդ եթե օգտագործվում է 2, 3, 4 դե, ապա այն ծանրություն է անում վնասում բնական թարթիչները։ Իսկ իմ լիցքի դեպքում ես երաշխավորում եմ, որ բնական թարթիչները ոչ մի դեպքում չեն վնասվի։ Չեն վնասվի, այո։ Բարակ մազով եք աշխատում, այսինքն ձեզ համար ավելի այդ մանրակրկիտ աշխատանքը ձեզ չի վախեցնում։ Ավելի լավ է ես աշխատեմ մանրակրկիտ, բայց չվնասեմ բնական թարթիչները։ Ես գիտեմ, որ այս ասպարեզում դուք եղածով ու ձեր շատ այսպես վստահելի եւ շատ հավատարիմ հաճախորդներով չեք բավարարվում։ Դուք սիրում եք անընդհատ նշեցիք վերապատրաստումները եւ նույն ժամանակ մրցույթների մասնակցել։ Այո։ Իմ նպատակներից էր մասնակցել մրցույթների, քանի որ ես հետևում եմ ռուսական բյութի սֆերայի, այսպես ասեմ, ու տեսնում եմ, թե ինչպիսի մրցույթներ են կազմակերպում, իմ նպատակներից մեկը դա էր, ես եւս մասնակցեմ, եւ հիմա պատրաստվում եմ, նորից վերապատրաստվում եմ, որպեսզի մասնակցեմ, ու նպատակներիցս մեկը եւս, որ այստեղ Միացյալ Նահանգներում նույնպես կարողանամ կազմակերպել ու բոլոր մեր լայվ մեյքերները իրենց արվեստը ցույց տան։ Հետաքրքիր է, բայց այսպիսի մրցույթներ շատ չեն, չէ, աշխարհում, թե շատ են հիմա, ուղղակի մենք այդպես շատ չենք։ Ճիշտն ասած, ինչը որ հիմա ես պատրաստվում եմ, որպեսզի մասնակցեմ, դա Իտալիայում է տեղի ունենալու ու աշխարհի գրեթե 24 երկրներից մասնակցություն են ունենալու։ Այսպիսի մրցույթները փաստում են, որ թարթիչների միջոցով հնարավոր է լրիվ տարբեր կերպարներ կերտել։ Այո։ Իսկ Սյուզան, թարթիչները, այսինքն հիմա արդեն ավելի եւ պերմանենտ դիմահարդարումը մի քիչ է թարթիչները եւ կարիք չի լինում ամենօրյա այդպես ծանր մեյքափի։ Իհարկե, ես ունեմ հաճախորդներ, ինչի համար են ընտրել թարթիչների լիցքը, որպեսզի ավել երկար առավոտյան քնեն։ Ահա, քնեն։ Երբ որ դու արթնանում ես ու դու արդեն չէ որ կնոջ գեղեցկությունը արտահայտում են աչքերը։ Իսկապես ասում են աչքերի փայլը, բայց այս թարթիչները նաև ընդգծում են այդ աչքերի փայլը, չէ։ Գեղեցկությունը, այո, խորությունը, հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը։ Այսինքն դուք մարդուն երբ նայում եք աչքերն եք շատ մանրամասն ուսումնասիրում ու արդեն հասկանում եք պետք է։ Հա, հիմա հա։ Շատ լավ։ Նաև ես գիտեմ, որ այդպիսի ծրագիր էլ ունեք, չգիտեմ, դա երազանք է, թե արդեն նպատակ է այսպես հստակ ստուդիա ունենալ այդտեղ, այսինքն ստուդիա բացել, որտեղ նաև հնարավորություն կունենաք դասավանդել, ես գիտեմ, որ ունեք աշակերտ արդեն։ Այո, քանի որ տղաս փոքր է, երբ որ արդեն կանցնի որոշակի ժամանակ ու կզգամ, որ ավելի քիչ ունի իմ կարիքը, այդ ժամանակ ցանկանում եմ ունենալ, որպեսզի այն գիտելիքները, ինչը ես ձեռք եմ բերել, ես ուզում եմ, որ
տամ մյուս աղջիկներին, ովքեր կսիրեն, ովքեր կցանկանան աշխատել։ Այո, հրաշալի է։ Նաև ձեզ հետ, այսինքն այստեղ արդեն է ձեր մյուս մասնագիտությունը մանկավարժի հոգեբանի, նաև դեր պիտի խաղա, պիտի կարողանաք մատուցել, հա, ուսուցանել, սա էլ հեշտ չի, դժվար է։ Բայց հիմա երեխայի խնամքը դուք նշեցիք, որ շատ կարևոր է, այսինքն այնպիսի մասնագիտություն եք հենց սկզբից ընտրել, որ կարողանաք համատեղել երեխաների խնամքի հետ։ Ինչպես է, Սյուզան, բնավորությամբ երևի գիծես, ինչպես է հնարավոր եւ այդպես մասնագիտության անընդհատ խորանալ, հետաքրքրվել եւ միևնույն ժամանակ երեխայի խնամքի հետ համատեղելը դժվար մի բան է։ Դժվար է, բայց անհնարին չէ։ Եթե ցանկություն ունես սովորելու, դու կգտնես ժամանակ սովորելու եւ մայր լինելը դա հեշտ բան չէ։ Այո։ Եթե մայր ես, ուրեմն պետք է քո պարտականությունները կատարես։ Կնոջ համար ինչքանով է կարևոր այսպես կազմակերպել ժամանակը ճիշտ պլանավորել։ Այո, երբ որ արթնանում ես, արդեն պետք է ունենաս հստակ գծած ժամացուցակ, թե որ ժամից որ ժամը պետք է աշխատես, որ ժամից որ ժամը պետք է տրամադրես երեխային եւ արդեն երեկոյան ժամին ուսմանը։ Հա, երեկոյան ժամն եք տրամադրում ուսմանը, հետաքրքիր է։ Բայց միշտ այսպես ռեժիմով, կարգապահության, սա երբ է ձևավորվում, դա սիրով եք անում, թե ուղղակի այդպես ստացվել է։ Չէ, կարող եմ ասել սիրով եմ անում, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը։ Սիրով եմ անում մայրիկի պարտականությունը, որովհետև սիրում եմ բալիկիս։ Այո։ Եվ սիրով սովորում եմ։ Շատ լավ, սիրով այսինքն ինչ որ անում ես, պետք է անես սիրով։ Սա Այո, եթե սիրով ես անում, արդեն կարողանում ես ամեն ինչ կազմակերպված ժամանակի մեջ կատարել։ Սյուզան, իսկ այդ դժվարությունների մեջ լինելով շատ հաճախ մենք չենք կարողանում հասկանալ, այնքան ենք դժգոհում, որ իրականում ամեն ինչը եթե մենք սիրով անենք, մի քիչ համբերատարությամբ, ինչպես նշեցի, այս դեպքում իսկապես ամեն ինչ կստացվի, հա։ Կանանց միամսյակի շրջանակ, որպես կանոն մենք անընդհատ շնորհավորանքներ ենք ուզում ստանալ եւ այլն, բայց սա նաեւ մտածելու լավ ժամանակ է, թե ինչ պետք է անել, ինչպես ծրագրեր կազմել, ինչպես անել, որպեսզի վայելել ամեն պահը։ Ամեն վայրկյանը պետք է վայելել։ Երբ որ արթնանում ես ու տեսնում ես արևը, պետքա վայելես։ Պետքա սիրես ամեն վայրկյանը։ Սիրես ու ասես դիմացինին, որ սիրում ես։ Նաև երեխաների հետ կապված փաստորեն նշեցիք 19 տարեկան է ձեր աղջիկը եւ որդին դեռ 9 տարեկան։ Սյուզան, ինչով են զբաղվում, ինչ ուղղությամբ եւ ես գիտեմ, որ նաև շատ այսպես հաճելի ներդաշնակ ընկերուհիների պես եք ձեր աղջկա հետ։ Այո, աղջիկս Հայաստանից պարում է։ Հայաստանում սովորել է պարարվեստի ուսումնարանում։ Այո։ Մոդեռն բաժնում էր սովորում, մինչև տեղափոխվել է։ Երբ որ մենք եկանք այստեղ, առաջարկ եղավ աշխատելու։ Ահա։ Աշխատում է ու եւ զուգահեռ սովորում քոլեջում, հաշվապահություն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր որդուն։ Որդիս դպրոցում է սովորում։ Շատ լավ, Սյուզան, ես գիտեմ, որ նաև ժամանակի ընթացքում ձեր հաճախորդները ժամանակի ընթացքում դառնում են ձեր ընկերները, ջեր միջավայր է ձևավորվում եւ հետո սիրում են ձեզ հետ ավելի հաճախ հանդիպել։ Ճիշտ եք նկարագրում, այո, յուրաքանչյուր հաճախորդ արդեն մոտ 3 տարի, եթե անընդմեջ գալիս են, արդեն իրոք դառնում են լավ ընկերուհիներ ու շատ մեծ սիրով են գալիս։ Շատ լավ, այստեղ երկար տարիներ, հա, այստեղ ապրել, ծնվել, հետո տեղափոխվել։ Ես գիտեմ, որ դուք դժվարությունների մասին չեք սիրում շատ խոսել, այնուամենայնիվ, ինչը փոխվեց, ինչն է այնտեղ, որ ձեզ դուր է գալիս եւ ինչն եք կարոտում։ Ինչն եմ կարոտում, իմ երկիրն եմ կարոտում, իմ հայրական տունը։ Այո։ Այստեղ ինչն եմ սիրում,
Դժվարանում եմ ասել, բայց սիրում եմ երկիրը։ Սիրում եմ, որովհետև մարդիկ ավելի ուրախ են։ Ու այդ իրանց ուրախ էներգիան ոնց որ փոխանցվում է դիմացինին։ Այո։ Ես երբ որ տեղափոխվեցի, Հայաստանը շատ հոգսաշատ էր արդեն։ Այո։ Ու երբ որ դու ինքդ էլ ունես խնդիրներ ու երբ որ դիմացինն էլ ունի, ոնց որ կրկնապատկվում է, երբ որ տեսնում ես դիմացինի հոգսը, դիմացինի տխուր դեմքը, ոչ ժպիտը, անկախ քեզանից դու եթե ուրախ է լինես, դու տխրում ես։ Երբ որ դիմացինը ժպտում է, անկախ քեզանից դու էլ ես ժպտում։ Ինչ որ մեթոդ կա, որ սիրում եք կիրառել, երբ դժվար վիճակում եք լինում, կամ երբ զգում եք, որ կարող է հանձնվեք, ինչպես եք կանգ առնում եւ ասում ոչ դու կարող ես։ Չէ, չեմ հանձնվում։ Երբ որ հանդիպում եմ ինչ-որ դժվարության, փորձում եմ դժվարության մասին չմտածել, հիշել ինչ-որ լավ պահեր, լավ ժամանակներ, փորձում եմ ցրել վատ մտքերը ու երբեք չեմ հանձնվում։ Ես շնորհակալ եմ շատ Սյուզան, իրականում ինձ շատ հաճելի էր։ Ես միշտ նշում եմ, որ շատ կարևոր է, երբ որ կինը իր միջավայրում, իր ներսում, իր շուրջը, իր երեխաների համար կարողանում է իսկապես աշխարհը փոխել։ Ձեր հետաքրքիր, համեստ, հանդարտ, ժպիտով, համբերատարությամբ եւ մեծ պրոֆեսիոնալիզմով դուք իսկապես կարողանում եք այդ փոփոխությունն անել եւ կարողանում եք նաեւ շատ կանանց ավելի ուրախ ու երջանիկ դարձնել, որովհետեւ իրենց աչքերով կարողանում են ասել այն, ինչ ուզում են, ձեր շնորհիվ նաեւ։ Այո, շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Այո, գեղեցիկ եղեք կանայք։ Ժպտացեք ոչ միայն ժպիտով, այլ նաև աչքերով։ Այո։ Թող ձեր աչուկները միշտ փայլեն։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ Սյուզի։ Սիրելի հետևորդներ, գիտեք, այս օրերին հատկապես այս մեկ ամսվա ընթացքում կանայք, ովքեր կարողացել են իրենց կյանքում, իրենց շուրջը, իրենց ընտանիքում ինչ-որ բան փոխել ու հետո նաև այդ ուժն են իրենց մեջ գտել շրջապատող մարդկանց ու հատկապես կանանց ավելի ինքնավստահ դարձնել։ Նրանք են մեր հարթակում լինում։ Այսօր մենք շատ հետաքրքիր կնոջ հետ էինք խոսում, Օվկիանոսից այն կողմ, լեշմեյքեր Սյուզաննա Մինասյան։ Աշխատանքներից մի քանի կադրեր իհարկե մենք տեսանք, բայց աշխատանքներից առաջ կարծում եմ մարդու մասին խոսում են իր հենց արտաքինը տարբեր երևույթներին նայելու իր ձևը։ Հետաքրքիր ու տարբերվող կին, ով կարողացել է ուրիշ մասնագիտություն ընտրել, հասկացել ու կողմնորոշվել է, որ նահանգներ մեկնելուց առաջ պետք է մի մասնագիտություն, որը եւ քոնը շատ լինի եւ միևնույն ժամանակ հեռանկարային, եւ գտել է բյութի ինդուստրիայի, այս ամբողջ բյութի ոլորտում ամենամանրակրկիտ, ամենաշատ համբերություն պահանջող մասնագիտությունը ու տարիների ընթացքում կարողացել իսկապես վերապատրաստվել, ոչ թե ունենալ մի այս տիրապետել այս մասնագիտությանը եւ դրանով բավարարվել, այլ անընդհատ հետևել նոր մեթոդներին, նոր տեխնիկաներին ու նոր նյութերին։ Եվ այս ամենի շնորհիվ ժամանակի ընթացքում կարողանում է Սյուզաննան իրականում շատ կանանց ավելի հետաքրքիր հայացք ունենալու հնարավորություն տալ։ Առհասարակ կանայք ասում են, որ աշխարհը փոխելու համար պետք է ինչ-որ կետից սկսել։ Այ 2025-ի այս կանանց միամսյակը երևի հենց այդ կետն է, որից պետք է սկսել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Եվ իրականում չեմ ուզում ոչինչ ավելացնել, Սյուզաննայի բնորոշումը շատ ճշգրիտ էր։ Ժպտացեք եւ ժպտալուց առաջին հերթին ուշադրություն դարձրեք իսկապես աչքերին, թող ձեր աչքերը ասել է թե հոգին ժպտա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։